Ադրբեջանական մամուլը ուշադրությամբ հետևում էր Գյումրիի քաղաքապետի ընտրություններին։ Պատճառն իհարկե պարզ է. Բաքվում առանձնակի վերաբերմունք ունեն իրենց բոլոր պահանջներն անվերապահ կատարող Փաշինյանի, ավելի շուտ նրա ճակատագրի նկատմամբ։ Հարևան երկրի լրատվամիջոցներն ու փորձագիտական հանրությունը սկսել են որոշակի անհանգստություն դրսևորել Հայաստանի վարչապետի հնարավոր հեռացման հեռանկարի պատճառով։ Նիկոլ Փաշինյանի համար հնչել են առաջին ահազանգերը։ Նրա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն կրեց Գյումրիի և Փարաքարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Եվ եթե Փարաքարում կրած պարտությունը դեռ կարելի է վերապրել, ապա Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Ավելին, Փաշինյանի և նրա քաղաքացիական պայմանագրի պարտությունը Գյումրիում տեղի ունեցավ համահայկական հարթության վարկանիշի անկման ֆոնին։ Արդեն 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը 25% էր, ինչն ընդհանուր առմամբ արդեն բավական հեռու էր խորովածային հեղափոխության Փաշինյանի մոլեգնած ժողովրդականությունից։ Այժմ 2025 թվականի սկզբին անցկացված հարցումների համաձայն այս ցուցանիշը նվազել է մինչև 11%։ Սրանք այն թվերը չեն, որոնցով կարելի է հույս դնել հաղթողի վրա։ Ավելին, եթե նախկինում Փաշինյանին ինչ-որ կերպ փրկում էր իր ընդդիմախոսների անմիաբանությունը, ապա ինչպես ցույց տվեցին Գյումրիի ընտրությունները, Հայաստանի ընդդիմությունը սովորել է համախմբվել։ Այո, առայժմ այդ միավորումը դեմ է, բայց արդեն աշխատում է, ասվում է ադրբեջանական Մինվալի հոդվածում։ Հիշեցնելով, որ 2026 թվականին Հայաստանում նշանակված են խորհրդարանական ընտրություններ, պարբերականը նշել է, որ հասարակական կարծիքի նման իրավիճակով և 11% վարկանիշով Փաշինյանն ու նրա քաղաքացիական պայմանագիրը փայլուն հաղթանակի շանս չունեն։ Այս ամենը իհարկե Հայաստանի ներքին գործն է։ Նախ հակափաշինյանական ընդդիմությունը ներկայացված է հիմնականում բացահայտ ռևանշիստական ուժերով։ Այսպես Գյումրիում ընդդիմադիրներից ամենաշատ ձայներ հավաքած Կոմկուսի ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը ծովից ծով մեծ Հայաստանի ռևանշիստական գաղափարախոսության կողմնակիցն է։ Եվ դժվար թե իմաստ ունենա երկար բացատրել, թե ինչու 2026 թվականին նման ուժերի խորհրդարան գալը կարող է լրջորեն դանդաղեցնել խաղաղության գործընթացը։ Իրատես լինենք, Գյումրիում և Փարաքարում հաղթած ուժերը իրականում ներկայացնում են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Բայց սա ոչ մի կերպ չի կարելի համարել բացառապես Հայաստանի ներքին գործը, որովհետև կանխատեսումների և վերլուծական հաշվարկների ֆոնին թե ռևանշիստները կարող են հաղթել 2026 թվականի Հայաստանի ընտրություններում, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման և ստորագրման գործընթացն արդեն իսկ հարցականի տակ է և սպառնալիքի տակ։ Այո, դրա տեքստն արդեն համաձայնեցված է, բայց որքանով է արդյունավետ և կներեք, հեռատես խաղաղության պայմանագիր կնքելը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Փաշինյանի հետ, եթե այդ կուսակցությունը բավարար հեղինակություն չունի հայ հասարակության մեջ, իսկ նրա ժողովրդականությունը արագորեն նվազում է։ Արդյոք Փաշինյանի հավանական իրավահաջորդները լեգիտիմ կհամարեն այս համաձայնագիրը, եթե նա չկարողանա մնալ իշխանության 1 տարի հետո։ Եվ եկեք իրատես լինենք, չի բացառվում իրադարձությունների նման զարգացումը։ Բավականին լեգիտիմ կհամարեն Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Իհարկե, քաղաքակիրթ աշխարհում նման պայմանագիրն արդեն միջպետական պարտավորություն է և ուժը չի կորցնում, եթե մի կողմը պարտվի, մյուսը հաղթի և այլն, նշում է հոդվածագիրը։ Իշխանամերձ պարբերականները կրկին հիշեցրել են Բաքվի պահանջի մասին կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության հետ։ Հայաստանում կարծես թե արդեն խոսել են սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին, բայց նոր սահմանադրություն ընդունելու համար Փաշինյանին առաջին հերթին անհրաժեշտ կլինի խորհրդարանական մեծամասնությունը։ Եվ երկրորդ, անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնել։ Փաշինյանը դեռևս կարող է նոր սահմանադրության վերաբերյալ խորհրդարանական ընթացակարգեր իրականացնել գործող խորհրդարանում, որտեղ մեծամասնություն ունի, բայց սահմանադրության նախագծի քվեարկությունն անխուսափելիորեն կվերածվի վստահության հանրաքվեի, անձամբ Փաշինյանին և նրա խաղաղարար նախաձեռնություններին։ Եվ դժվար թե Նիկոլ Փաշինյանը կարողանա 11% վարկանիշով իր օգտին նման հանրաքվե անցկացնել, ինչն արդեն իսկ վտանգի տակ է դնում խաղաղության ողջ գործընթացը։ Եթե հանրաքվեին ընտրողները ոչ ասեն, ապա նոր սահմանադրությունը չի ընդունվի,
Իսկ եթե Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները պահպանվեն սահմանադրության տեքստում, Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրի։ Թեև խորհրդարանական ընտրություններին եւ սահմանադրության հանրաքվեին դեռ մոտ 1 տարի կա, այսօր պետք է տարբերակներ հաշվարկել եւ հակաքայլեր պատրաստել, որովհետեւ մենք խոսում ենք շատ լուրջ հարցերի մասին, որտեղ մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ անսպասելիորեն բռնի հերթական հայկական անակնկալը, եզրափակում է Մինվալի հոդվածագիրը։ Բաքվի իշխանական մամուլը տեղեկացնում է, որ օրերս Ադրբեջանում հյուրընկալել են մի խումբ ամերիկացի լրագրողների, բայց նրանց հարցազրույց է տվել արտաքին քաղաքական հարցերով Իլհամի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ամերիկացի լրագրողներից մեկը սոցիալական X հարթակում բացահայտել է, որ դեսանտը մի գլխավոր նպատակ է ունեցել՝ փորձել հասկանալ, թե Իրանի հետ հարաբերություններում որոնք են Ադրբեջանի այսպես ասած կարմիր գծերը։ Ըստ էության, ամերիկացի լրագրողները հետաքրքրվել են մի հարցով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայել-ԱՄՆ հարձակման դեպքում Իլհամ Ալիևը կարող է սուվերեն որոշում ընդունել։ Հաջիևը խոստովանել է, որ Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունները բարդ են եւ մասնավորեցրել, որ Բաքվի ընկալմամբ քաղաքական երկու համակարգերը պետք է կողք կողքի գոյատևեն, կողմերը միմյանց ներքին գործերին չպետք է միջամտեն եւ մնան որպես բարիդրացիներ։ Իլհամ Ալիևի խորհրդականը հատկապես դժգոհել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում պարբերաբար անցկացվող զորավարժություններից։ Երկու երկրների քաղաքական համակարգի մասին դիտարկումը ըստ էության Ադրբեջանի համար ամենասկզբունքայինն է։ Չնայած հրապարակային հայտարարություններում Իլհամ Ալիևը հանդես է գալիս որպես բարեպաշտ մուսուլման եւ իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջամարտիկ, ներկայումս Ադրբեջանում ազատազրկման պատիժ է կրում ավելի քան 300 կրոնական գործիչ։ Նրանք մեղադրվում են Իրանի կողմից հավաքագրված լինելու եւ Ադրբեջանում կրոնապետություն հաստատելու նպատակադրվածության մեջ։ Որքան էլ կողմերը փորձեն դիվանագիտական ձևակերպումներով մեղմել, փաստ է, որ հակասությունների արմատը Բաքվի տարածքային նկրտումներն են։ Ադրբեջանում դեկտեմբերի 31-ը տոնվում է որպես աշխարհի բոլոր ադրբեջանցիների համերաշխության օր, իսկ դրանից հետևում է, որ Բաքուն բոլոր ադրբեջանցիների կենտրոնն է, Ադրբեջանի նախագահը նրանց առաջնորդը։ Իրանը բնականաբար հակադարձում է կրոնական համերաշխության քարոզչությամբ ի հակակշիռ թուրքական ինքնությունը քաղաքական գործոնի վերածելու Ալիևյան նկարտումների։ Պաղեստինի եւ Գազայի խնդրով պայմանավորված Իլհամ Ալիևը հայտնվել է բարդ իրավիճակում։ Մի կողմից նա չի կարող բացահայտ հակադրվել իսլամական աշխարհին, մանավանդ որ այդ ճամբարում է նաև Թուրքիան, մյուս կողմից Իսրայելի հետ շուրջ 30-ամյա ռազմավարական համագործակցության եւ հրեական լոբբիստական կառույցների միջնորդությամբ ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ հարաբերությունների վերբեռնման անհրաժեշտություն կա։ Թուրքիան Ադրբեջանին հետևողականորեն հրավիրում է Սիրիա, որտեղ հասունանում է թուրք-իսրայելական դիմակայություն։ Ճիշտ է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Նաթանյահուի եւ Էրդողանի հարաբերություններում միջնորդ լինել, բայց կողմերին ընդհանուր հայտարարի բերելու հավանականությունը չափազանց նվազ է։ Անկարան ձգտում է օսմանականացնել Սիրիան, իսկ Նաթանյահուն պարզորոշ հայտարարել է, որ դա սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը։ Այս շաբաթ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան պատրաստվում է մեկնել Անկարա։ Մինչ այդ նա Ռամադանի արդիվ շնորհավորանքի ուղերձ է հղել Իլհամ Ալիևին, որտեղ նրան անվանել է թանկագին եղբայր։ Շարաան կայցելի Ադրբեջան կամ Ալիևը Դամասկոս։ Չափազանց ուշագրավ է, որ Սիրիայում իսրայելական օդուժի վերջին գործողությունները դատապարտել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունը, թեև ակնհայտ է, որ Իսրայելը ոչնչացնում է այն ենթակառուցվածքները, որ Թուրքիան պետք է օգտագործեր Դամասկոսից հարավ տարածքներում 3 ռազմահենակայան կառուցելու համար։ Ապրիլի 7-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է գրեթե ամենաբարձր մակարդակով Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին։ Հայտնի է դարձել, որ շաբաթավերջին Օմանում կհանդիպեն Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին եւ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ Անկախ բանակցությունների ընթացքից այդ փաստը կտրուկ ընդգծում է միջազգային քաղաքականության մեջ Իրանի կարևորությունը։ Թեհրանի հանդեպ Բաքվի վերամբարձ վերաբերմունքի հիմքը անկասկած Ադրբեջանի սուվերեն հնարավորությունը չէ։ Փոփոխվող իրավիճակում Բաքուն ինչ գծեր կսահմանի։ Անոնսավորված է, որ Իրանի նախագահն ապրիլին այցելում է Բաքու,
ինչ կարմիր գծեր են նա ներկայացնելու Ալիևին, որի ինքնության սահմանն ակնհայտորեն իսրայելա-ամերիկյան հակաիրանական կոալիցիան, ավելի ճիշտ դրա ակնկալիքն էր։